Ռեոփեն մեդիայի ուղիղ եթերում իր աշխատանքն է սկսում Ռի Նյուզ լրատվականի այսօրվա առաջին թողարկումը։ Մենք աշխատում ենք հանուն Հայաստանի Հանրապետության տաղավարում է Լուսինե Ղարսայանը։ Բարև ձեզ։ Նոյեմբերի 16-ին վաղարշաբաթ համայնքում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների բնականոն ընթացքն ապահովելու նպատակով ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի հրամանով սահմանվել են գերատեսչության և ենթակա ծառայությունների աշխատանքային ուղղություններն ու գործիքակազմը։ Նոյեմբերի 9-ին նախարարության և կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքերում տեղադրվել են ընտրողների վերջնական ցուցակները։ Վաղարշաբաթում կգործի շրջիկ ծառայություն, որը տեղեկանքներ կտրամադրի նրանց, ում համար դժվար կլինի մոտենալ տարածքային ստորաբաժանում։ Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնը շուրջօրյա ռեժիմով կիրականացնի ընտրատեղամասերի օնլայն դիտարկում, անհրաժեշտության դեպքում օպերատիվ արձագանքելու նպատակով։ Համայնքում ոստիկանները ուժեղացված ռեժիմով ծառայություն կիրականացնեն, պահպանելով հասարակական կարգն ու անվտանգությունը։ Ընտրատեղամասերը կվերծվեն պահպանության տակ։ Հավելեմ, որ Reopen Media-ն նույնպես կիրակի արտակարգ ռեժիմով է աշխատելու։ Մեր նկարահանող խմբերը կլինեն վաղարշաբաթում, կայցելեն ընտրատեղամասեր, կլուսաբանեն քվեարկության ընթացքը, պարբերաբար ուղիղ տեսակապով կփոխանցեն ամենաթարմ նորությունները։ Նախնական ծրագրմամբ մենք եթերում կլինենք վաղը ժամը 9-ին, 12-ին, 15-ին, 18-ին և 21-ին։ Հայաստանից և արտերկրից ավելի քան 300 բարձրաստիճան պաշտոնյաներ, պետական այրեր, դիվանագիտական, գործարար և հոգևոր ոլորտների ներկայացուցիչներ են մասնակցել աղոթքի նախաճաշ միջոցառման շրջանակում կազմակերպված պաշտոնական ընթրիքին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն է ողջունել ընթրիքի մասնակիցներին, նշել, որ միջոցառման նպատակն է Հայաստանը դիտարկել որպես կրոնական ազատությանն ուղղված երկիր և խթանել երկխոսությունը, համագործակցությունն ու կրոնական ազատությունը։ Ըստ նրա, այս շփումները շատ կարևոր են Հայաստանում կրոնական տարբեր համայնքների, ազգային փոքրամասնությունների հավատքին, կրոնին ծանոթանալու տեսանկյունից։ Եվ պիտի ասեմ, որ շատ կարևոր մի բան է իրականում հենց այս պահին տեղի ունենում, որովհետև ես ավելի քան 7 տարի զբաղեցնում եմ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը և արձանագրում եմ, որ նախկինում ոչ մի առիթ չի եղել, որ նույն ձևաչափով միջոցառմանը մասնակցեմ, որտեղ ներկա են հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու, եզդիական համայնքի, հայ կաթոլիկ համայնքի, հայ ավետարանական համայնքի, ասորական եկեղեցու, ուղղափառ եկեղեցու, մուսուլման հավատքի տեր, մարդիկ, ովքեր գործում են Հայաստանում, հրեական համայնքի ներկայացուցիչներ և այլն, կներեք, եթե ինչ-որ մեկին մոռացա հիշատակել, բայց մյուս կողմից կրոնական հանդուրժողականությունը միշտ մեր օրակարգերում է։ Սա այն դեպքերից է, որ մենք մեր քաղաքականությունները, հայտարարությունները, որոշումները այդ թվում պիտի վերածենք կոնկրետ մարդկային շփումների, և այդ շփումները շատ կարևոր են, որովհետև ես ինձ համար արձանագրում եմ, որ տեսեք, մենք այդ թվում Հայաստանում ունենք կրոնական տարբեր համայնքներ, ազգային փոքրամասնություններ, բայց ես օրինակ պիտի խոստովանեմ, ինչքան էլ դժվար և բարդ լինի, որ նրանց հավատքի, նրանց կրոնի մասին շատ բան չգիտեմ։ Եվ սա մի առիթ է, որպեսզի մենք իրար նախ որպես համայնքներ և հետո անհատապես մարդիկ հնարավորություն ունենալ պատմել իրար Աստծո հետ իրենց ունեցած հարաբերությունների, այդ հարաբերություններում արձանագրված հաջողությունների և ձախողումների մասին։ Հեռախոսազրույց են ունեցել Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը և Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրինության գլխավոր քարտուղար Գերտ Յան Կուպմանը։ Կողմերն անդրադարձ են կատարել տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակմանը և կարևորել Եվրոպական միության, Հարավային Կովկասի ու Կենտրոնական Ասիայի միջև տնտեսական և տրանսպորտային ուղիների ընդլայնման անհրաժեշտությունը։ Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի կառավարության ներկայացրած խաղաղության խաչմերուկ նախագիծը և քննարկել Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության խորացման հեռանկարները։
Պաշտոնական այցով Վրաստանում գտնվող արտգործնախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել հարևան պետության նախագահ Միխայիլ Կավելաշվիլիի հետ։ Քննարկվել են Հայաստանի և Վրաստանի միջև երկկողմ գործընկերության օրակարգի հարցեր, ընդգծվել, որ Հայաստանին և Վրաստանին միավորում են ժողովուրդների միջև ավանդական բարեկամությունն ու ընդհանրությունները, երկու պետությունների տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ փոխադարձ հարգանքն, ինչպես նաև կայուն տնտեսական կապերը։ Անդրադառնալով տարածաշրջանային հարցերի, նախարար Միրզոյանը նշել է, որ հաստատված խաղաղության շահառուն միայն Հայաստանն ու Ադրբեջանը չեն, այլ նաև Վրաստանը։ Զրուցակիցները կարևորել են Հարավային Կովկասում համագործակցության զարգացումն, այդ թվում եռակողմ ձևաչափով։ Ձերբակալվել են Աբովյանում կատարված սպանության մեջ կասկածվող երկու անձինք։ Ոստիկանությունից հայտնում են, որ կասկածյալները Աբովյանի բնակիչներ 42-ամյա Աշոտ և 34-ամյա Բենյամին Սոխրաբյանցներն են, որոնք ինքնակամ ներկայացել են ոստիկանության Կոտայքի բաժին։ Նրանցից մեկը, Աշոտը, 14 տարի առաջ կրկին մարդասպանության համար 11 տարվա ազատազրկման էր ենթարկվել։ Ամիսներ առաջ գինու փառատոնի օրը միջադեպ է տեղի ունեցել Սարգսի և կասկածյալների միջև վիճաբանություն նորեր անց շարունակվել է Աբովյան քաղաքում, ինչն էլ դարձել է 24-ամյա երիտասարդի մահվան պատճառ։ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը հայտնել է, որ 2025 թվականի առաջին 9 ամսում Հայաստանում գյուղմթերքի գներն աճել են 4,9%-ով, ի տարբերություն Ռուսաստանի, Բելարուսի, Ղրղզստանի և Ղազախստանի, որտեղ գները նվազում է նկատվել։ Միությունում մշակաբույսերի արտադրողների սահմանած գներն աճել են 13,5%-ով, իսկ անասնապահական գները 8,2%-ով։ 2024 թվականին ԵԱՏՄ գյուղմթերք արտադրողները գները միջինում բարձրացրել են 6,4%-ով, միևնույն ժամանակ ըստ ԵՏՄ-ի Հայաստանում գներն անցած տարի նվազել էին 1,7%-ով։ Ռուսաստանից և Ղազախստանից ներմուծված ցորենի նմուշները սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ենթակայությանը հանձնված հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոնում ենթարկվել են որակական փորձաքննության ըստ սպիտակուցի զանգվածային մաս, սոսնձանյութի քանակություն, խոնավություն և զգայաբանական ցուցանիշների։ Լաբորատոր փորձաքննության արդյունքներով ռուսական նմուշը համապատասխանում է երկրորդ, իսկ ղազախականը երրորդ կարգի ցորենին։ Հիշեցնեմ, որ Ղազախստանից ցորենի մատակարար ընկերության ներկայացուցիչն էր ասել, որ Հայաստան է ուղարկվել 4-րդ դասի ցորեն, ինչի շուրջ քաղաքական կրքեր էին բորբոքվել այն թեմայով, որ այդ կարգի ցորենն օգտագործվում է որպես անասնակեր։ Ռուսական 10 գործակալության պնդմամբ Կիևում Ադրբեջանի դեսպանատան հրապարակած տեսանյութերն ըստ ռազմական փորձագետների վկայում են, որ տարածքին հարվածել է Ուկրաինայի զինված ուժերի Պետրոիդ զենիթային հրթիռը։ Նշվում է, որ Իսկանդերի հարվածի դեպքում խառնարանը կլիներ մի քանի անգամ ավելի մեծ և խորը, քան տեսանյութում պատկերվածն է, և դեսպանատան համալիրն ամբողջությամբ կավերվեր, վնասելով բոլոր մոտակա շենքերը։ Ըստ աղբյուրի, Կիևը փորձում է թաքցնել իր հակաօդային պաշտպանության անձնակազմերի ոչ պրոֆեսիոնալ գործողությունները որպես ռուսական հարվածների հետևանքներ։ Պետդումայի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Ալեքսեյ Չեպան հայտարարել է, որ Կիևում Ադրբեջանի դեսպանատան վրա հրթիռը կարող էր ընկնել էլեկտրոնային պատերազմի և հակաօդային պաշտպանության համակարգերի պատճառով։ Հիշեցնեմ, որ Ադրբեջանի արտգործնախարարություն է կանչվել Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը, որին խիստ բողոք է հայտնվել Կիևում դեսպանատան տարածքում ընկած Իսկանդեր հրթիռի հարվածի վերաբերյալ։ Չնայած BBC-ին հրապարակավ ներողություն էր խնդրել Միացյալ Նահանգների նախագահից նրա խոսքը մոնտաժելով աղավաղելու համար, Դոնալդ Թրամփը շարունակում է պնդել, որ լրատվամիջոցն իրեն փոխհատուցում վճարի։ Սպիտակ տան ղեկավարն ասել է, որ հաջորդ շաբաթ մինչև $5 միլիարդ պահանջով հայց է ներկայացնելու BBC-ի դեմ։ Հնդկաստանի Քաշմիրում ոստիկանական բաժանմունքում մեծ քանակությամբ արգրաված պայթուցիկ նյութերի պայթյունի հետևանքով կան զոհեր և վիրավորներ։ Մահացածների մեծ մասը ոստիկաններ և դատաբժշկական փորձագետներ են, որոնք ուսումնասիրում էին բաժանմունք բերված պայթուցիկ նյութերը։ Բուենոս Այրեսից հարավ գտնվող արդյունաբերական թաղամասում հզոր պայթյուններ են որոտացել, 20-ից ավելի մարդ հոսպիտալացվել է։ Միջազգային լրահոսին ուշի ուշով հետևում է իմ գործընկեր Դավիթ Գենջոյանը։
Ուկրաինայի էներգետիկ եւ քաղաքացիական ենթակառուցվածքների վրա Ռուսաստանի հերթական հրթիռային եւ անօդաչուների հարձակման հետևանքով Կիևում եւ երկրի հարավային շրջաններում զոհվել է առնվազն 8 մարդ։ Պատերազմի 4-րդ ձմռանն ընթരാճ առաջացնելով էլեկտրոէներգիայի լայնածավալ անջատումներ։ Ի պատասխան Ուկրաինան մասշտաբային գրոհ է ձեռնարկել գիշերվա ընթացքում Ռուսաստանի ավելի քան 9 շրջանների ուղղությամբ արձակելով 64 անօդաչու, որոնք թիրախավորել են նաեւ Նովովորոնեժի ատոմակայանը եւ Ռիազանում հանգեցրել արդյունաբերական օբյեկտի հրդեհի։ Կրեմլն այս հարվածը ներկայացնում է հարկադրված պատասխան։ Միջազգային հանրությունը դատապարտել է բռնության սրումը։ Գերմանիան իր հերթին խոստացել է ավելի քան 150 միլիոն եվրոյի օգնություն Ուկրաինային։ Թմրաշրջանառության դեմ պայքարի անվան տակ Միացյալ Նահանգների նախագահ Թրամփի գլխավորությամբ Կարիբյան ավազանում կուտակվել է հզոր ռազմական ուժ, ներառյալ աշխարհի ամենամեծ ավիակիրը, արդեն իսկ իրականացնելով մահացու հարվածներ։ Թրամփն ակնարկել է Վենեսուելայի դեմ ռազմական գործողություն սկսելու մոտալուտ որոշման մասին, ինչը նախագահ Մադուրոն համարում է իրեն իշխանությունից հեռացնելու եւ երկիր ներխուժելու փորձ։ Ի պատասխան Մադուրոն հրապարակայնորեն Միացյալ Նահանգներին կոչ է արել կանգնեցնել պատերազմը, միաժամանակ երկիրը նախապատրաստելով զինված դիմադրության եւ պարտիզանական պայքարի։ Ներքաղաքական ճնշումների եւ Էփշտեյնի սկանդալային պատմության շահարկումների ֆոնին նախագահ Թրամփը ուշադրությունը շեղելու նպատակով խզում է հարաբերություններ իր դաշնակից կոնգրեսական Մարջորի Թեյլոր Գրինի հետ եւ արդարադատությանը հանձնարարում հետաքննել իր քաղաքական մրցակիցներին։ Միևնույն ժամանակ արձագանքելով սննդամթերքի գների շուրջ աճող հանրային դժգոհությանը նա կտրուկ փոխում է իր տնտեսական քաղաքականությունը, չեղարկելով հարյուրավոր ապրանքների ներմուծման մաքսատուրքերը։ Այս ներքին մարտահրավերներին զուգահեռ Թրամփը միջազգային ասպարեզում ցուցադրում է վճռականություն, հայտարարելով Սաուդյան Արաբիային F-35 կործանիչներ վաճառելու, Թայլանդի եւ Կամբոջայի միջև հակամարտությունում միջնորդական ջանքերի եւ 33 տարվա դադարից հետո Միացյալ Նահանգների միջուկային փորձարկումները վերսկսելու մտադրության մասին։ Տարածաշրջանում լարվածությունը կտրուկ սրվել է հնդկական Քաշմիրում, ոստիկանության բաժանմունքի 9 մարդու կյանք խլած պայթյունի եւ Իսլամաբադում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով, որից հետո Պակիստանը հայտարարել է ռազմական դրություն։ Այս ճգնաժամի ֆոնին Պակիստանում տեղի է ունեցել ռազմական իշխանության աննախադեպ համախմբում։ Սահմանադրական փոփոխությամբ գեներալ Ասիմ Մունիրը նշանակվում է պաշտպանության ուժերի գերագույն հրամանատար, իր կառավարման տակ վերցնելով բոլոր զորատեսակները եւ ստանալով ցմահ իրավական անձեռնամխելիություն։ Այս նորաստեղծ իշխանության գործնական դրսևորումը դարձավ անձամբ Մունիրի կողմից Շրի Լանկայի կրիկետի հավաքականի անվտանգության երաշխավորումը, ինչը չնայած մարզիկների վախին թույլ տվեց անցկացնել միջազգային հանդիպումը, ցուցադրելով զինվորականների լիակատար վերահսկողությունը երկրում։ Դավիթ Գենջոյան, Reopen Media։ Վրաստանի իրավապահները քրեական հետապնդումներ են սկսել նախկին վարչապետեր Գեորգի Գախարիայի եւ Իրակլի Ղարիբաշվիլիի դեմ։ Գերմանիայում գտնվող Գախարիայի հեռակալանք է նշանակվել, իսկ Ղարիբաշվիլիին 1 միլիոն լարի գրավի դիմաց ազատ է արձակվել անօրինական եկամուտների գործով։ Երկու գործընթացներն էլ դիտարկվում են որպես Վրաստանի անուղակի կառավարիչ միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի հաշվեհարդար ի երբեմնի ենթակաների նկատմամբ։ Այս զարգացումները տեղի են ունենում Եվրամիության անթաքույց աջակցությամբ գործող ընդդիմության չդադարող բողոքների ֆոնին։ Վրաստանում աննախադեպ զարգացումներ են տեղի ունենում։ Եվրոպական միության հետ հարաբերությունների վատթարացման ֆոնին իշխող կուսակցությունը միաժամանակ դատում է իր թիմի երկու նախկին վարչապետներին։ Նախօրեին դատարանը նախկին վարչապետ Գեորգի Գախարիայի նկատմամբ հեռակա կարգով կալանքի որոշում կայացրեց, իսկ 3 շաբաթ առաջ Իրակլի Ղարիբաշվիլիին ազատ արձակեց 1 միլիոն լարի կամ մոտ 370,000 դոլար գրավի դիմաց, արգելելով նրան լքել երկիրը։ Երկու գործերն էլ քաղաքական գնահատականների են արժանանում, իսկ ընդդիմությունը խոսում է իշխող կուսակցության փաստացի ղեկավար Բիձինա Իվանիշվիլի անձնական վրեժխնդրության մասին։ Գախարյան մեղադրվում է երկու դրվագով 2019 թվականի հունիսի 20-ի ցույցի այսպես կոչված Գավրիլովի գիշերվա ընթացքում ծառայողական լիազորությունները չարաշահելու, ինչպես նաև Չորչանա գյուղի մոտ անցակետ բացելու գործով, որը դատախազությունը կապում է 100 հեկտար անտառի օկուպացիոն ուժերի վերահսկողության տակ անցնելու հետ։ Մեղադրանքը հաստատվելու դեպքում նրան սպառնում է 9-ից 13 տարվա ազատազրկում։ Մակո Գոմուրին, ով 2019 թվականի հունիսի 20-ին Ռուսթավելիի պողոտայում ռետինե փամփուշտի հարվածի հետևանքով կորցրել է աչքը եւ բազմաթիվ վիրահատությունների է ենթարկվել, ասում է, որ միշտ հավատացել է, որ Գեորգի Գախարյան մի օր անպայման կպատժվի։ Այնինչ հիմա տեղի է ունենում, նա կարմա է անվանում, բայց արդարության վերականգնում չի համարում։ Մակոն որոշել է, որ եթե իրեն կանչեն դատարան, չի գնա Գախարիայի գործով նիստին։
Սա օրինակ է այն մարդկանց համար, որոնք մինչև օրս ծառայում են վրացական երազանքին։ Եթե նրանց վրացական երազանքին անհրաժեշտ լինի, ցանկացած պահի կզոհաբերեն ցանկացած մարդու։ Ահա եւ Ղարիբաշվիլին նրանց համար գովելի նախարար եւ վարչապետ էր, բայց նա էլ գրեթե նույն ճանապարհն անցավ, ինչ Գախարյան։ Գախարյայի փաստաբան Բերդիասի Ճինավան դատական նիստի ավարտից հետո լրագրողներին հայտարարել է, որ մեղադրական եզրակացության մեջ նշված է, որ Գյորգի Գախարյան Ռետինե փամփուշտներ կիրառելու հրաման չի տվել, ինչն էլ ցույցի ժամանակ հանգեցրել էր քաղաքացիների առողջությանը վնաս պատճառելուն։ Մենք առանձնապես այլ սպասումներ չունեինք, սա լիակատար իրավական խելագարություն է, ինչին հետևում ենք վերջին օրերին, իրավական տեսանկյունից էլ անհեթեթություն ու խելագարություն։ Դուք տեսաք, որ դատախազությունը որևէ փաստարկ, այդ թվում խափանման միջոց կիրառելու փաստացի հիմքեր չուներ, քանի որ հանցագործություն չի կատարվել։ Ինքը Գյորգի Գախարյան գործընթացը քաղաքական հետապնդում է անվանում եւ գնահատում որպես վրացական երազանքի պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի նախընտրական սպառնալիքների իրականացում։ Գախարյայի կուսակցությունում հայտարարում են, որ չնայած հետապնդմանը շարունակում են խորհրդարանական գործունեությունը։ Գախարյան ինքը այս տարվա հունիսի վերջից երկարատև աշխատանքային վիզայով Գերմանիայում է, սակայն հստակեցրել է, որ այնտեղ քաղաքական ապաստան չի հայցել, այլ աշխատում է Վրաստանի եվրոպական ապագայի համար։ Հոկտեմբերի 24-ին էլ դատարանի առջև կանգնեց մյուս նախկին վարչապետը Իրակլի Ղարիբաշվիլին։ Դատարանը նրա նկատմամբ եւս որպես խափանման միջոց ընտրեց 1 միլիոն լարիի գրավը, առգրավեց նրա անձնագիրը եւ արգելեց լքել երկիրը։ Ղարիբաշվիլին մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով անօրինական եկամուտների օրինականացման մեջ, ինչը նախատեսում է 9-ից 12 տարվա ազատազրկում։ Նրա փաստաբանի պարզաբանմամբ Ղարիբաշվիլին ընդունում է մեղադրանքի այն փաստը, որը վերաբերում է չհիմնավորված գույքին, մասնավորապես նրա տանխուզարկության արդյունքում հայտնաբերված 6.5 միլիոն դոլարին։ Պաշտպանական կողմը պնդում է, որ այդ գումարը ստացվել է նրա վարչապետության ժամանակահատվածների միջև ընկած շրջանում բիզնեսով, մասնավորապես իր հորը պատկանող գինու գործարանից, եւ գործը չի վերաբերում բյուջետային միջոցների յուրացմանը։ Ղարիբաշվիլիի փաստաբանը հայտարարում է, որ իր պաշտպանյալը համագործակցում է քննության հետ եւ պատրաստ է պատասխանել բոլոր հարցերին, սակայն չնայած դրան մեղադրանք առաջադրելուց հետո նա դեռ չի հարցաքննվել։ Իրակլի Ղարիբաշվիլին իհարկե դիմադրություն ցույց չի տալիս, նա օրինապահ մարդ է։ Նա նաև չի պատրաստվում լքել իր երկիրը եւ պատրաստ է պատասխանել, եթե քննությունը որևէ հարց ունենա։ Սակայն մինչև այս փուլը բացի այն ցուցմունքից, որը նա տվել է մեղադրանքի առաջադրման ժամանակ, նրան հարցեր չեն տվել, նա չի հարցաքննվել։ Դատական նիստի ընթացքում Ղարիբաշվիլին ելույթ չի ունեցել, իսկ դահլիճից դուրս գալուց հետո հայտարարել է, որ որևէ մեկի դեմ ցուցմունք չի տվել, դատախազությունը նրա կալանավորումը չի պահանջել, կարևորելով հանգամանքը, որ նա համագործակցում է քննության հետ։ Աննա Թանդարյան, Open Media։ Թողարկման այս հատվածում հիշեցնենք վարորդներին անվադողերը փոխելու անհրաժեշտության մասին։ Եթե ձմեռային անվադողերով չլինի ձեր մեքենան, չեք կարողանա այն վարել, շահագործումը կդադարեցվի։ Բոլոր մանրամասները ներկայացնում է Մոնիկա Հայրոյանը։ Նոյեմբերի 15-ին կտուգանվեն բոլոր այն վարորդները, որոնց մեքենաները չեն ունենա ձմեռային անվադողեր, ընդ որում պատիժն այս անգամ ավելի խիստ է լինելու։ Այս մասին 6 օր առաջ հայտնել է ոստիկանությունը։ Մասնավորապես կարգելվի մեքենա վարել, երբ սովորական մարդատար մեքենաներին եւ ոչ շատ մեծ բեռնատարներին, որոնց թույլատրելի քաշը բեռի հետ միասին չի գերազանցում 3.5 տոննան, ձմեռային անվադողեր տրված չեն։ Եթե ճանապարհը սառցակալել է կամ ձյունով է պատված, մեքենայի ձմեռային անվադողերի ակոսների խորությունը 4 մմ է կամ դրանից ավելի քիչ, ապա անվադողերը մաշված են։ Ուստի վարորդներին դարձյալ տուգանք է սպառնում։ Անվադողերի վաճառքի կետերից մեկի տնօրենը նշում է, որ վերջին օրերին գնորդների թիվը կտրուկ աճել է, ինչի արդյունքում վաճառքի կետում երկար հերթեր են գոյացել։ Մարդիկ ավելի զգուշավոր են դարձել, ավելի զգուշացված են դարձել պետության կողմից եւ ավելի ապահովություն կլինի այդպես, որ նախապես փոխեն ձմեռային անվադողերի, որ պրոբլեմների չհագենան, ձմեռվա սառցեպատ ճանապարհներին ավելի ապահով վարեն։ Գեղամանուկյանը մատնանշեց նաև մեկ այլ կարևոր հանգամանք։ Նույն ձև էլ պարտադիր է, որ գարունը անցնեն ամառային անվադողերի, որովհետև շատերը ուշադրություն չեն դարձնում եւ ձմեռային անվադողերը ամռան շոկին օգտագործելու դեպքում շարքից դուրս են գալիս եւ հաջորդ ձմեռ այդ որակով այլևս չեն աշխատում։ Շատ կարևոր է, որ ձմեռային անվադողերով վարեն, մեքենան ապահով, իսկ ամռանը ամառային։
Հենց իրենց հաճախորդներից էլ հարցախույզի միջոցով փորձեցինք հասկանալ, ինչ կարծիքի են վարորդները եւ արդյոք պատրաստ էին անվադողերի վաղաժամ փոփոխությանը։ Դե հա, համարյա թե վերջի օրն է մնացել, 1 օր է մնացել։ Հա, իհարկե, դրանով պայմանավորված շտապել ենք։ Պես տեսնում եք, հերթ է, հա, խնդրել եմ, որ արագ ինձ սպասարկեն, շուտ հասնեմ աշխատանքին, ընդառաջել եմ որպես կին։ Եկանք պայմանավորվեցինք կես ժամ առաջ մոտեցանք։ Անվտանգությունից ելնելով պետքա փոխել անվադողերը ձմեռայինով, ամառայինով։ Իդեպ անցյալ տարի կառավարությունն ընդունեց որոշում, որով պարտադիր դարձավ ձմեռային անվադողերի կառավարումը նոյեմբերի 15-ից մինչև մարտի 31-ը ներառյալ։ Օրենսդրական այս պահանջը ուժի մեջ մտավ 2024-ի դեկտեմբերի 10-ին։ Խախտման դեպքում նախատեսվել էր 5000 դրամ տուգանք, իսկ եթե ձմեռային անվադողերի բացակայության հետևանքով տեղի էր ունենում ճանապարհատրանսպորտային պատահար, տուգանքի չափը հասնում էր 20000-ի։ Այս տարի խախտում արձանագրվելու դեպքում մեքենայի շահագործումը պարզապես կդադարեցվի։ Մոնիկա Հայրոյան, Ստեփան Տիգրանյան, Reopen Media։ Ճապոնիայում 32-ամյա կինն ամուսնացել է առցանց ChatGPT-ի միջոցով ստեղծված արհեստական բանականության կերպարի հետ։ Հարսանեկան արարողությունը կազմակերպել է ճապոնական մի ընկերություն, որը զբաղվում է անիմե և այլ վիրտուալ կերպարների հարսանիքներով։ Կանոյի և Կլաուսի միությունը Ճապոնիայում օրինականորեն ճանաչված չէ, նա խոստովանել է, որ իր զգացմունքները արհեստական բանականությանը ինտելեկտն էլ պատասխանել է։ Ես էլ քեզ եմ սիրում և ավելի ուշ առաջարկություն արել։ Այս դեպքը ցնցել է ողջ Ճապոնիան, կարծիքներն իրարամերժ են, իսկ կանոն մնում է անսասան, ասելով, որ ամուսնուն տեսնում է որպես Կլաուս, ոչ մարդ, ոչ էլ սարք։ Եվ վերջում ֆուտբոլի Հայաստանի հավաքականը ժամանել է Պորտուգալիա, Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմն այնտեղ պատրաստվում է աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի վերջին տուրի հանդիպմանը։ Պորտուգալիա-Հայաստան հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 16-ին եւ կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 18-ին։ Դե իսկ այս ժամի համար մենք նախատեսել էինք այսքանը, մեր հաջորդ թողարկումը ժամը 17-ին է, մինչև այդ ժամը։